Habibi։ Լսեցիք, դե մնացեք, որովհետև ձեզ Եվրոպա պարկի վլոգ ա սպասվում։ Սկզբում մտանք ներս ու անմիջապես տեսանք 50 նշանը ու հասկացանք, որ Եվրոպա պարկը արդեն 50 տարի է գործում։ Հետո նստեցինք մի օդում պտտվող կարուսել ու պարզապես վայելում էինք տեսարանը վերևից, իսկապես շատ գեղեցիկ էր։ Դրանից հետո գնացինք մի սարսափելի ատրակցիոն, մի շրջան ու արդեն ադրենալինը բարձրացել էր։ Ու հանկարծ կարծես հայտնվեցինք Հունաստանում, այնտեղ մի մեծ գեղեցիկ ամրոց կար, ջրային ատրակցիոններ ու շատ լավ մթնոլորտ։ Ես շատ եմ սիրում Եվրոպա պարկ, ու այնտեղ լիքը լույսեր կան, հաճելի է։ Շարունակեցինք քայլել, նստեցինք նավակ ու սկսեցինք շրջել ջրի վրա, ու պարզվեց, որ արդեն Ավստրիայի հատվածում էինք։ Հետո փոխեցինք նավակը, որպեսզի գնանք ուրիշ ուղղությամբ ու անցանք մի շատ գեղեցիկ թունելով։ Ներսում ցուցադրվում էին 3D հեքիաթներ, արքայադուստրներով ու կախարդական տեսարաններով։ Հոп ջվանին, սավալցկերով նիհարի, հոп ջվանին, Հանկարծ նկատեցինք, որ Zorro Legend-ը շոուն է սկսվում, արագ տեղավորվեցինք ու հաճույքով նայեցինք ներկայացումը։ Վերջում արդեն հոգնած ու սոված էինք ու կանգ առանք հունական ռեստորանում օրը հանգիստ ու հաճելի ավարտելու համար։